Բաքուն նավթից ու գազից բացի էներգիայի մեկ այլ աղբյուր ատոմային էլեկտրոկայան ունենալու մասին հայտարարեց Թուրքիայում։ Սա Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություն է, որը սահմանել է նախագահ Իլհամ Ալիևը, քանի որ մենք տեսնում ենք էներգիայի բոլոր ձևերի անհրաժեշտություն։ Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունը զարմանալի կամ նոր չէ։ ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արամ Մարջանյանի խոսքով ատոմակայան ունենալու մասին հայտարարությունը սպասելի էր դեռ 2024 թվականի նոյեմբերին COP29-ի շրջանակում։ Քաղաքական վիճակն ու շահերը հետաձգեցին Բաքվի պլանները։ Նոր հայտարարությունը խոսում է տարածաշրջանում նոր էներգետիկ բալանսի ձևավորման մասին, որտեղ ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան առանցքը, ազդեցություն ունենալով նաև Հարավային Կովկասի էներգետիկ դինամիկայի վրա։ Ինչ պետք է անի Հայաստանն այս ֆոնին։ Մենք պետք է անիմաստ ժամանակ չկորցնենք, պատկերավոր ասած Գյուլնաստատու հեքիաթների ժամանակը անցել է։ Մենք պետք է չտարվենք մոդուլային ատոմային բլոկերի մասին անհեթեթ խոսակցություններով եւ ձեռնամուխ լինենք 1200 մեգավատ դրվածքային հզորությամբ ատոմային նոր բլոկի կառուցման ուղղությամբ VVR կոչվող ռուսական տեխնոլոգիայի հիման վրա մեծամորի ատոմակայանի հարթակում։ Մարջանյանի խոսքով 2037 թվականի հունվարի 1-ին ատոմային նոր բլոկ պետք է ունենա Հայաստանը։ Հապաղելու իրավունք չունենք, ընդգծում է փորձագետը։ Դրան զուգահեռ Հայաստանը չպետք է թույլատրի Ադրբեջանին ունենալ ատոմակայան, հաշվի առնելով այդ երկիր տեղափոխվող մի շարք նոր սարքավորումներ եւ նյութեր։ Եթե Հայաստանում նորմալ ազգային կառավարություն ունի, ապա առաջին բանը որ պետք է ասի, ինքը դեմ է Ադրբեջանի տարածքում ատոմակայանի կառուցմանը, քանի որ Ադրբեջանում նավթի եւ գազի ահռելի պաշարն է, ինքը դրա կարիքը չունի։ Հակառակը դա կարող է որոշակի տեխնոլոգիաներ բերել այդ երկրում, որը այդ տեխնոլոգիաները կարող օգտագործի նաև ի վնաս Հայաստանի։ Իսկ այս դեպքում Հայաստանի ձայնը շատ լսելի կլինի։ Ադրբեջանն Անտալիայի դիվանագիտական ֆորումին զգուշավոր էր հայտարարությունում։ Հնարավոր տեխնոլոգիայի ընտրությունն ու մատակարար երկրի անունը չի նշել, բաց թողնելով առաջարկի բոլոր դռները, նշում է Արամ Մարջանյանը։ Իդեպ, Բաքուն այդ քաղաքականությունը սովորել է տարածաշրջանում միակ խաղաղ ատոմ ունեցող երկրից Հայաստանից։ Նման պրակտիկա կիրառել են նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը այստեղ դռները բաց կպահի թե ամերիկյան, թե ռուսական, թե այլ տեխնոլոգիաների ուղղությամբ, սակայն իրավացիեք ինժեներական, տնտեսական, տեխնոլոգիական եւ անվտանգային գործոնները Ադրբեջանի համար Ռոսատոմը դարձնում են թիվ 1 գործակից եւ ամենայն հավանականությամբ խոսքը կգնա Ռոսատոմի VVR կոչվող ռեակտորների ընտրության մասին։ Այս էներգետիկ ռազմավարության վրա ազդեցություն կունենա նաև Թուրքիայի ընտրած էներգետիկ ուղին, քանի որ Թուրքիայում ատոմակայանի կառուցումն իրականացնում է Ռուսաստանը եւ այն մեկնարկել է 2018 թվականին։ Շահբազովը կարծես հաստատել է իր ելույթում։ Եվ իհարկե մեր համագործակցությունը Թուրքիայի հետ հիանալի օրինակ է, թե ինչպես երկրների խումբը, գործընկեր եւ եղբայրական երկրները կարող են ներդրում ունենալ էներգետիկ անվտանգության մեջ տարիների ընթացքում։ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը էներգետիկ մրցակցության մեջ են։ Պայքարը կատաղի է, ընդգծում են փորձագետները։ Այս պահին Հայաստանը դեռ առաջատար է։ Միակ երկիրն է, որ ունի ունիկալ փորձառություն երկարատև կանգից հետո աշխատող բլոկի վերաթողարկման ուղղությամբ։ Ունի տարածաշրջանում մասնագիտացված դպրոց եւ գործող ուղեղներ։ Սակայն փորձագետների գնահատմամբ տարածաշրջանում ձևավորվող էներգետիկ մրցակցությունը գնալով դառնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական գործոն։ Եվ եթե Հայաստանը չկարողանա արագացնել իր էներգետիկ կարողությունների արդիականացումը, ապա ներկայիս տեխնոլոգիական եւ մասնագիտական առավելությունը կարող է աստիճանաբար կորցնել իր քաղաքական եւ էներգետիկ կշիռը տարածաշրջանում։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։